Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, յուրաքանչյուր ուրբաթ քննարկում եւ վերլուծում ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին, ողջույն պարոն Նահապետյան։ Այսօր պաշտոնապես մեկնարկեց արդեն քարոզարշավը, ընտրապայքարի մեջ են 17 կուսակցություններ եւ 2 դաշինքներ, կփորձեմ առանձնացված հատվածներից կոնկրետ ասել ինչ նպատակներով են նրանցից ամենագլխավորները ելնում մրցավազքի, վարչապետը արձակուրդ վերցրեց, քարոզարշավը սկսելու է Սյունիքից, մարզային հանդիպումներով ընտրողներին էլ կոչ է անում տեր կանգնել խաղաղությանը բնականաբար։ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը քարոզարշավը սկսում է էջ միացնից միասին կարող են կարգախոսով ուժեղ Հայաստան շարժումը հայտարարում է բացարձակ հաղթանակի մասին, սակայն Կարապետյան Սամվելը չի մասնակցում գտնվելով տնային կալանքի տակ։ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանը քարոզարշավը սկսում է Աբովյանից երաշխավորված խաղաղություն կարգախոսով։ Հայ ազգային կոնգրեսը մասնակցում է առանց Լևոն Տեր-Պետրոսյանի, կենտրոնանալով երիտասարդության վրա խելամիտ ուղի ծրագրով։ Լուսավոր Հայաստանը մասնակցում է Պաշտպանիր ինքնությունը կարգախոսով, շեշտելով իրենց գաղափարական պայքարը։ Հայկ Մարությանի ղեկավարած ուժը հանդես է գալիս կառուցենք կարգին երկիր կարգախոսով եւ քարոզարշավը սկսում է բնականաբար Երևանյան բակերից։ Հիմա քարոզարշավը կտևի 1 ամիս, ընտրողներին համոզելու այսպես վերջին օրը հունիսի 5-ն է։ Նախ սկսենք վարչապետից, եթե վարչապետը քարոզարշավը սկսում է որպես գործող կառավարության ղեկավար, որտեղ անցնում են սահմանը պետական ռեսուրսների ու կուսակցական քարոզի, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ հավասար մրցակցությունը ասվածը շատ ծիծաղելի կլինի, որտեղ նա ունի եւ վարչական, եւ մեդիա, եւ ինստիտուցիոնալ բոլոր առավելությունները։ Սկսենք։ Նախ վարչապետի պարտականություն կատարողանձը քարոզարշավը արդեն մոտ 3 ամիս է սկսել է։ Գնաց դրա համար ավելի ինտենսիվ։ Այն ժամանակ ինտենսիվ չէր։ Չգիտեմ, երևի ավելի ինտենսիվ կսկսի։ Տեսնենք որն ավելի ինտենսիվ է։ Լավ, ինչև է, այսինքն օրվա իշխանությունների համար գոյություն չունի գրված օրենք։ Եթե իրենց պետք է քարոզարշավ մի քանի ամիս առաջ, իրենք դա անում են։ Սա արձանագրենք որպեսզի գիտություն։ Եթե պետք է վարչական ռեսուրսները օգտագործել, օգտագործում է։ Եթե պետք է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը բնակիչներին տարբեր պատրվակներով գումարներ բաժանի, մասնավորապես խոսքս հայտնի Սափյանի մասին է, որի մասին զանգվածային լրատվամիջոցներով տարածվեց։ Իրենք կբաժանեն, բայց եթե անդիմադիր կամ մրցակից կուսակցությունների կամ դաշինքների պատասխանատու անձինք հեռախոսային խոսակցություններով ենթադրենք աշխատանքի մասին խոսակցություն ունենան կամ լավ ապագայի, դա նշանակում է, որ դու կաշառում ես ինչ-որ մարդկանց։ Ուրեմն արձանագրենք մի շատ կարևոր իրողություն։ Խաղի կանոնները այն չի, ինչի մասին այսօր գրված է եւ որը պարտավոր են պահպանել ու պաշտպանել եւ իշխանություն կոչեցյալը եւ ընդդիմությունը։ Խաղի կանոնը դա չի։ Խաղի կանոնը հաղթելն է։ Ինչ գնով ուզում ես լինի հաղթանակ։ Իշխանությունը որդեգրել է դա եւ իրեն կարելի է օրենք խախտել, իրեն կարելի է ապօրինությամբ զբաղվել, իրեն կարելի է կաշառել, մրցակցին ոչ։ 3 ընդդիմադիր միավոր կա, որը գործնականում ամենայն հավանականությամբ անցողիկ շեմը հաղթահարելու են, դա Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կառույցներն են, հա, մեկը դաշինքի, մյուսը երկու կուսակցությունների տեսքով, բայց իրենք ընդունեն, որ խաղի կանոնները փոխվել։ Այո, օրինակ նախկինների ժամանակ եւս վարչական ռեսուրս օգտագործվում էր, բայց եթե ինչ որ բան իրենց կարելի էր, այդ ինչ որ մի բանի բավականին բարձր տոկոս կարելի է նաև մրցակիցների։ Հիմա իշխանությունը ասում է, ինչ որ ինձ կարելի է օրենքի խախտում, ձեզանից որից է մեկը չեք կարող անել։ Սա արձանագրենք, որտեվ եթե ընդդիմությունը ինքնախապեյությամբ զբաղվի եւ փորձի պաշտպանել խաղի կանոնները առավելագույն, վստահաբար ինքը մրցակցային պայքարում բավականին վերջին դիրքերում կարող հայտնված լինել։ Երկրորդ, Փաշինյանը սկսում է Սյունիքից եւ խաղաղությունից է խոսում։ Անց, որի ղեկավարած քաղաքական խմբակը մեր երկրի գլխին դարձավ պատուած, բերեց պատերազմ, 2 պատեր։
այսպես ասենք, այս պատերազմը դեռևս 94 թվականի մայիս 12-ի հրադադարի ռեժիմի հաստատությունից հետո չէր ավարտվել, սրանք մեծ ճակատամարտ են, երկու մեծ ճակատամարտ բերեց, Արցախի կորուստ բերեց, հազարավոր հայորդիների, մեր ընկերների, մեր եղբայրների ֆիզիկական կորուստ, տասնյակ հազարներով հաշմանդամներ, վիրավորներ, 120,000 տնավեր մարդ, Աստծո տները եւ մեր սրբություններն ու գերեզմանները թշնամուն թողեցինք, լքեցինք, Հայաստանի տարածքից բավականաչափ տարածք օկուպացված է, Փաշինյանի պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով։ Սա արձանագրում ենք, այո։ Եվ մեր ռազմավարական դաշնակցի հետ առավելագույն հարաբերությունների վատթարացում, սա եւս արձանագրենք։ Խոսքս Ռուսաստանի Դաշնության հետ է։ Ավելին մեր դաշնակցի թշնամի պետությունների դաշինքին անդամակցության փորձ։ Խոսքս վերջին մի քանի օրերում Հայաստանում երկու գագաթնաժողովում Փաշինյանի, այո, կեցվածքի վերաբերյալ։ Ես ուզում եմ ասել, եթե իրապես փորձում են գնահատել, ուզում ես պատերազմ ընտրիր Փաշինյանին։ Չունենալ դաշնակից իրապես ընտրիր Փաշինյանին։ Ուզում ես այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները պաշտպանի եւ քարոզչության իրավունք տրվի, ընտրիր Փաշինյանին։ Ուզում ես կոռուպցիան հասնի գագաթ երկինք աստղերին, գագաթնակետին, ընտրիր Փաշինյանին։ Եվ այսպես կարող ենք տասնյակ, եթե ոչ ավել ձևակերպումներ տալ մեր իրականության եւ ներքին եւ արտաքին քաղաքականության, որտեղ մենք կորուստներ ենք ունենալու եւ տակը կարող եք գրել ընտրել Փաշինյանին։ Սա է Փաշինյանը ինքը պարտության խորհրդանիշ է, բայց այդ ամեն ինչը կարողանում է փաթեթավորել, համեմել իբր ինքնիշխանության ստեղծման կամ վերականգնման։ Եվ պարզում է, որ նաև մեր ազգի ալֆան ու օմեգան ինքն է։ Ինքը բոլոր ժամանակների միակ անձն է, ասենք Պապ Թագավորից հետո, որտեղ հասկացել է ինչ բան է քաղաքականություն, ինչ բան է հայնիկ պետություն, եւ հիմա ինքը այդպես երկարուձիգ դարերի խորքից փորձում է ստեղծել պետություն ու պետականություն։ Այդպիսի մի պարզամիտ թագավոր էլ Պապ Թագավորն էր, որի կառավարման հետևանքով մենք ունեցանք կաթողիկոսների մահ, որտեղ ինքը մասնակցություններ ունեցել, երկու նախարարած տոհմերի սրի քաշել տղամարդկանց, դաշնակիցներ կորցնել եւ 12 տարի հետո առաջին անգամ մեծ Հայաստանը կիսվեց իր երկու ուժեղ հարևանների միջև եւ այդ երկու հարևանները կարողացան մեր երկին տեր ու տնօրինություն անել 12 տարի հետո Պապ Թագավորի կառավարումից հետո, այսինքն Պապ Թագավորը ստեղծեց մի վիճակ, որտեղ պարտությունը անխուսափելի էր։ Ես այս զուգահեռ տանում եմ եւ պատահական չի, որ ինքը իրեն տարբեր տեղերում նույնականացնում է Պապ Թագավորի հետ, օրինակ 18 թվականին ես հիշում եմ Սպահանում Իրանում, երբ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ինքը այսպեսի մի միտք ասեց, շատերի համար արտարուց, ինձ համար ոչ։ Քանի որ անձին, եթե դյուրին կերպով կարողանում ես նեյրոլինգվիստիկ ծրագրավորման ներքո մտցնել տարբեր կերպարների, ապա դյուրին կերպով կարող ես կառավարել։ Այդ ժամանակ այո, այդ անձը մտածել Պապ Թագավորի եւ հիմա էլ սկզբունքորեն իր ենթագիտակցության ամբողջ շերտերը նստած է Պապ Թագավոր եւ Սպահանում ասում է մենք այլևս թույլ չենք տա Պապ Թագավորի սպանությունը եւ այդպես այնպես է ներկայացնում, որ Պապ Թագավորի վերամարմնավորումն է Իրանում հասել, հա։ Ուստի եւ մենք այս ամեն ինչը շատ լուրջ պետք է նայենք այն առումով, որ հունիսի 7-ը մեզ համար սովորական ընտրություն չէ Հայաստանի քաղաքացու, սա ճակատագրական ընտրություն է, որովհետեւ այսպիսի ճակատագրական ընտրություն մեր ժողովուրդը կանգնած էր նոր նահապետից հետո ժառանգություն ստացած մեր հայրենիքում փաստացի մեզ նետված մարտահրավերներով եւ սպառնալիքներով 108 տարի առաջ մենք կարող ենք կորցնենք ամբողջ մեր հայրենիքը։ Խոսքը Սարդարաբադի ճակատամարտի մասին էր։ Այսինքն պետություններ, որոնք կային, որոնք հզորանում էին, ազգեր, որոնք տափաստաններից եկել եւ երկիր մոլորակի տարբեր խաչմերուկներում պետություններ են ստեղծել, մենք հայությունը վերջին կտորի վրա մահուկենաց պատերազմ կռիվ էինք տալիս Սարդարաբադում, այո, որտեվ Թուրքիան եթե հաղթեր Սարդարաբադի կռվում, ապա այստեղ հայություն չէր լինելու վստահաբար։ Հիմա զուգահեռենք, ես զուգահեռում եմ այն ժամանակ Սարդարաբադի կռվում մեր բանակը եւ կամավորները գիտեին ինչի համար են կռվում եւ իրենք հոգեբանորեն պատրաստ էին զոհաբերվել, որտեվ դա վերջին կռիվն էր, որտեղ մենք չենք լինելու։
Հիմա Թուրքիա եւ Ադրբեջանի ծրագրերը այստեղ չեն փոխվել։ Իրենց խնդիրը այս տարածքը ամբողջովին հայաթափելն ինչու, որտեղ մեծ Թուրանի կենսական հսկայական տարածքի մեծ կայսրության վրա, որի հավակնությունները առանձնապես Էրդողանը չէր թաքցնում, առավես կյանքի է կոչել թուրքական պետությունների կազմակերպություն անվան ներքո, դա մեծ Թուրանն է, բրիտանա-թուրքական պրոյեկտ։ Այդ պրոյեկտի մեջ Հայաստանը սեպ է խրված։ Այդ սեպը պետք է դուրս բերվի, այո։ Հիմա մենք մի վիճակում ենք, որտեղ մեր սեպի ամենակարևոր էլեմենտներից մեկը Արցախը մենք կորցրեցինք։ Հաջորդը թուրքական աշխարհի կռիվը Հայաստանում այս պահին թավշյա ձևով իշխանության բերած կամ իշխանություն պահպանած կամ իշխանության հովանավոր ներկա իշխանությունների միջոցով կարողանալ ստեղծել Հայաստանում աջարական տարբերակ, աջարյա, որը Վրաստանի տարածք է, բայց Թուրքիան է ամբողջովին իշխում։ Անկամ տարածք, որտեղ շատ տեղեր վրացիներ անգամ իրավունք չունեն մտնել, թեև աջարյայում բնակչության հիմնական մասը վրացիներ են, որոնք իսլամ են դավանում, կրոնափոխ են եղել։ Հիմա այս պահին իմ կարծիքով Հայաստանը ամբողջովին Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ կախվածության գցելն է եւ արտաքին կառավարումը իրենցից։ Պահ եկավ, ինչպես Արևմտյան Հայաստանում հայերս մեր պատմական հայրենիքում մի քանի 100 տարի Օսմանյան կայսրությունում ապրել ենք, բայց վերջ եղավ 1915 թիվ։ Այստեղ էլ պահը գա, այստեղ մենք ֆիզիկապես ուղղակի բնաջինջ են անելու, որտեղ այդպես է։ Գոյության պայքարի մրցակցության օրենքներն էլ Թուրքի կողմից։ Եվ հետևաբար մեր երկրի քաղաքացիները, քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ը սովորական ընտրության օր չի։ Ես միշտ բարձրաձայնելու ասում, դա նույնականացնում եմ Սարդարաբադի ճակատամարտի հետ, որտեղ այս տարածքը թուրքական աշխարհը փորձում է նվաճել ամբողջովին։ Հետաբար մեր կռիվը այդ աշխարհի դեմ է։ Այստեղ Փաշտյան Նիկոլի դեմ չի որպես իշխանություն։ Ինքը այս մեծ կռիվների մեջ առ ոչինչ է։ Եվ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ եթե մեր նախնիկ 18-ին 1900 զենք ձեռքին կամավոր գնում կռվում էին, թուրքական էլիտար զորքի դեմ եւ հաղթանակ տարան, որտեղ ունեին մոտիվացիա հայնիկի պաշտպանության համար զոհվել։ Եվ դա ցավ ու վախ չէր։ Հիմա մեր երկրի քաղաքացին պետք է հասկանա, որ այդ նույն կռիվն է ընդհանրապես ինքը զենքով ճակատամարտ չի գնում, բայց գնալու է ընտրատեղամաս։ Այսինքն իմ հորդորը մեր երկրի քաղաքացիներին առավելագույն մասնակցել այդ ընտրություններին։ Դա իրենց մեր երեխաների, մեր զավակների, մեր ապագայի կռիվն է։ Դա իսկապես կռիվ է, գոյության կռիվ է։ Պարտվեցին, Փաշինյանը վերարտադրվեց, Փաշինյանին այսօր եւ վաղը Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից դրված պահանջները կյանք են կոչելու, ընդ որում մի մասի վերաբերյալ առանձնապես Փաշինյանը չէր սետևետուն, չէ անելու։ Այսքանը ընտրությունների հետ կապված։ Եթե բայց արձանագրենք ու ամփոփենք, տեսեք, ես ընդհանրապես թվարկեցի նրանց կարգախոսները նաև, ինձ էլ այդ հարցը հուզում, եթե տարբեր ուժեր հիմնականում խոսում են խաղաղության, հաղթանակի ու փոփոխության մասին, առանց կոնկրետ ծրագրային բախման։ Ես այդտեղ չեմ տեսնում, որ որևէ մեկի ծրագիրը շուտ կտրականապես տարբերվի։ Արդյոք սա իրական քաղաքական մրցակցության մասին է խոսում, թե ուղղակի այսպես կարգախոսներով կռվում են եւ քվեաթերթիկում երկրորդ համարն է, եթե չեմ սխալվում, բոլորին դեմ եմ կուսակցությունը վերջերս գրանցված, որի թեկնածուն Լինա Կարապետյանցն է դարձել վարչապետի, ինձ հետաքրքիր է արդյոք սա ինչ որ հոգեբանական խաղել չէ ու էլի ձայների փոշիացում չի գնա դրանով, որ մարդիկ պարզապես են ջղայնացած մարդիկ գան ընտրելու ու սենց միանգամից այդ գալիչքան դնեն բոլորին դեմ եմ իմ մոտ ու այդ բոլորին դեմը շատ սահուն տեղափոխվի, չգիտենք ուր։ Սա դա իշխանական պրոյեկտ է։ Սույն տիկինը դե հիմա նայեք ով է Նինա Կարապետյանցը 18 թվականին դրանից առաջ հիմնական այդ գրանտային այդպես հոսքերի վրա նստած Արեմեցյան իբր կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, միասեռականների իրավունքներ մենք հիշողության կորստով չենք տառապում եւ քանի որ ես եւ իմ ընկերները այդ անդիմանալու եւ որոշ օրենքներ կոնվենցիաներ Հայաստանում չընդունելու պայքարի մեջ առաջնագծում ենք եղել, ես մասնապես մեկ ես հրաշալի գիտեմ։ Այդ կարգի միավորները որ ստեղծում են, նպատակը որն է, փոշիացնել ձայները, այո, եւ անել այնպես, որ մարդիկ չգնան։ Օրինակ դեմ են բոլորին, որից է ծրագիր չի տալիս, դեմ են բոլորին։ Նախ իրենք թող դեմ լինեն, գալիս ենք, հետո դուրս են գալիս քաղաքական։ Իրանք իրենց կենսագրությունը նայել են։ Մարդ, որը կենսագրություն չունի, սրանց կենսագրությունը որ նայես, ընդհանրապես ոչինչ են։ Երբ որ իմ երկիրը պատերազմի, շրջափակման, երկաշարժի,
գոյատևման, բանակի ստեղծման, բանակի կայացման, լուրջ դաշնակիցներ ունենալ, ուր էին սրանք։ Սրանց կենսագրությունը, նորից եմ ասում, այնքանով որքանով գոյատևում է եղել։ Ընդհանրապես սրանք մեր պետության, պետականության ստեղծման, կայացման, պատերազմում հաղթանակ տանելու որևիցե աղերս չեն ունեցել։ Եվ հետեաբար այսպիսիներին պետք է օգտագործել, որպեսզի մարդկանց հիասթափության մի հատ ֆոն մտցնել, որ ասեն միևնույն է, դե հիմա Նինա Կարապետյանցը պիտի վարչապետ դառնա, չավելավա չգնամ էլի, դե սա էլ նա էլ, չէ, այդպես չի արգելի հայրենակիցներ, սա մեր գոյության կռիվն է, եւ այն ուժերը, ես կոնկրետ 3 ուժերին ասեմ, որոնց համար խիստ կարևոր է եւ առաջնահերթ է երաշխավորված խաղաղությունը, ընդ որում այդ բառակապակցությունը 3 ուժերի առաջնորդները պարբերաբար կրկնում են, առավելևս որ Գագիկ Ծառուկյանը սկսում է երաշխավորված խաղաղությամբ։ Խոսքը Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած միավորների մասին, այո, որպես իրենք առաջին համարներ։ Եվ այդ առումով ես հորդորում եմ, սա մեր գոյութենական կռիվ է։ Այդ կռվին մեզանից յուրաքանչյուրով չի գնում ընտրատեղամաս, ես այսպես ասեմ, մեր ներկայ ու ապագայի համար ինքը դասալիկ է։ Կարող է ասածս խիստ գնահատական է, բայց այդպես է։ Դասալիկներին բերեցին իշխանության, որպեսզի դասալիկների սերունդ աճեցնեն, որպեսզի մեր ժողովրդի մեջ վախկոտությունը, անարժան պատիվ, ուրեմն կյանքը, նյութապաշտությունը, այլասերումները եւ այլն դառնան նորմա։ Իդեպ հիմա այսպես միասեռականների որոշ ներկայացուցիչներ, որոնք չեն էլ այսպես հետևեթում հրապարակային խոսել, մեծ ողջավորությամբ կոչ են անում պաշտպանել Փաշինյան Նիկոլին, սա է մեր ժողովուրդը պիտի ընտրի ինքը արդյոք իր ինքնության, իր հավատի, իր Աստծո, իր պատմական հիշողության ու ապագայի տեր է, թե այն ապագայի, որտեղ ձևակերպվում է, այսպես ասենք, հա, ցավոք սխալ ձևակերպում է մեր լինելության համար, որտեղ հաց այնտեղ կաց։ Այդ մարդկանց համար հայնիկ չկա, բնակատեղի է, եթե այստեղ վատ է, այդ մարդը կարող է շատ արագ բնակատեղից տեղափոխվել այլ տարածք։ Հայնիկը նաև իր մեջ հոգևորն է, էլեմենտն է կրում։ Իրենց համար գոյություն չունի, որտեղ նպատակը լավ ապրելն է, շատ փող աշխատելը, շատ ծախսելը։ Դուք պատկերացնում եք եւ այդպիսի ղեկավար կոչվածը հավակնում է ինքնիշխան Հայաստան ստեղծել։ Ու քարտեզը դոշին։ Դե հիմա ես ուզում եմ ասել, իսկապես մեր երկրի քաղաքացիները շատ լուրջ նայեն այս ամեն ինչին։ Այս սա սովորական ընտրություն, իդեպ ասեմ 91 թվականի անկախության հռչակագիր եւ պետության ստեղծում մոտապես նույնական ուրեմն ընտրություն է, թե այն ժամանակ արտաքին վտանգի այդքան մեծ չեն, հիմա շատ ավելի մեծ է, բայց լինելության համար եւ գոյութենական կռվի համար ես նույնական զուգահեռ եմ տանում։ Եվ կրկին անգամ հորդորում եմ մեր երկրի քաղաքացիներին, իրենց ձայնից շատ բան է կախված յուրաքանչյուրից։ Եվ մեկ օրինակ բերեմ, վերջերս 2 եվրոպական երկրներում ընտրություններ եղան, որտեղ ժողովրդի մասնակցության տոկոսը կտրուկ ավելացել էր 10-15%։ Ուրեմն Հունգարիայում, Բուլղարիայում եւ իշխանափոխություն եղավ։ Հիմա սա ինչի համար եմ ասում, բարձր տոկոսը 70-80% մասնակցությունը ուրեմն իշխանության վարչական ռեսուրսի տոկոսը, որը մշտական է, ֆիքսված է, կտրուկ ինքը իջեցնելու է շատ մասնակցությունը, եթե նրանց ասենք 50%, 55% մասնակցության մեջ վարչական ռեսուրսով Փաշինյանը կարող է մինչև 45-40% հավաքել, մի ինչ որ կառուցել թիվ նկարել, որ հետո գումարայինով կամ այդ փոշիացած ձայներով 51 կարող է լինի, էլի 50 գումարած մեկ։ Իսկ եթե 70-80% եթե մասնակցություն է եւ ոչ թե 50%, ապա իր այդ վարչական ռեսուրսը դառնում է 20-25%։ Սա իրականություն է, դեպի մեզանից յուրաքանչյուրի կեցվածքից ընտրատեղամաս գնալուց, հորդորելուց իր մտերիմներին, բարեկամներին, հարազատներին, որ նաև նրանց, ովքեր որ Հայաստանում չեն սպայն եւ իրավունք ունեն քվեարկության, անպայման գան մասնակցեն։ Սա մեր լինելության կռիվն է, իսկապես, եւ լրջանալու, ես կարծում եմ հիմա իսկապես լրջանալու պահն է։ Մեզանից ամեն մեկից կախված է մեր երկրի ներկան ապագան։ Իդեպ այսպիսի հորդորներ ես ցավոք սրտի ժամանակին տվել էի այն առնոց ցավոք սրտի, որովհետև ականջալուր հիմնականում չեղա Արցախում ընտրությունների ժամանակ նախագահական, ասենք ես գնահատում եմ, որ պատերազմը լինելու աշնանը 20 թվականի իսկ ընտրությունը այն ժամանակ ես ասում էի իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ գաղափարակիցներին, իմ այունակից քույրերին, եղբայրներին Արցախում ես մի քանի ամիս այնտեղ եմ մնացել։ Հորդորում էի, որ ճիշտ ընտրություն կատարեն, զինվորական մարդ ընտրեն, որտեղ երկիրը պիտի բերեն տոտալ ինքնապաշտպանության, որտեղ պատերազմ է սպասում։ Ցավոք սրտի մարդը ընտրեց նյութը։
Այսինքն Արայիկ Հարությունյանի կողմից գայթակղությունները կաշառքի տեսքով գումարի, ինչ որ բնակարանային ապահովման եւ այլն, բերես նրան, որ ընտրվեց անձ, որ չկարողացավ տոտալ ինքնապաշտպանություն կազմակերպել, այդ անձը այսօր ուրեմն Ադրբեջանում ու գերեվարված է, մենք էլ հայնազրկված այդ տարածքով։ Ես չեմ ուզում, որ այս ընտրությունը Հայաստանում վերջին ընտրությունը լինի, որ այլևս մեզ հնարավորություն չտրի երկրի նախագահ կամ երկրի վարչապետ ընտրելու, որտեվ եթե իշխանությունը վերարտադրվեց, ես մեծ հավանականությամբ կարող եմ գրավել, սա մեր վերջինն է լինելու։ Այդպես։ Եվրոպական քաղաքական համայնքի շոուի մասին խոսենք, որովհետև կարծում եմ դեռ դա շատ երկար կքննարկենք ոչ միայն մենք, այլև դրսում մեր դաշնակիցները եւ թշնամիները։ Իրականում երբևէ չեմ տեսել նման համաժողով, պարոն Նահապետյան, որ անցկացվի եւ որևէ օգուտ բացի վնասից չտվի, որովհետև ոչ գերիների մասին հիշեցին, ոչ օկուպացված տարածքների մասին հիշեցին։ Իրականում այդ տպավորությունն էր, որ ՔՊ-ի PR ակցիա է, գլոբալ, ու Մակրոնն էր մասնակցում դրան, Զելենսկին էր մասնակցում, Զելենսկու այցի հետ կապված Զախարովան էլ երեք հայտարարեց, որ ասում է Երևան հայ ժողովրդին բերեցին, Երևան բերեցին Զելենսկուն, որ հայ ժողովրդին ցույց տան, թե ինչ ճակատագիր է նրանց համար պատրաստում Եվրոպան։ Ինչպես է նախ այս ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ վերաձևակերպում, վերաձևափոխում, չգիտեմ, վերաձևում հայ-ադրբեջանական արտաքին այս քաղաքական դաշտը, ու այդ Զելենսկու այցը ավելի շատ էս PR-ներ, դիվանագիտական քայլեր, թե աշխարհաքաղաքական ազդակ Մոսկվային, որովհետև Զելենսկին այստեղից էլ հոխորտած չէ, այնտեղ կա բզան, ասում է մայիսի 9-ից, չգիտեմ, անօթաչություններով կվնասեն ԱԹՍ-ները, Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ եկել է արձանագրեց, որ Հայաստանը փորձում է երկու աթոռի վրա նստել ու շարունակում է խոսքով իրան։ Այդ ժամանակ ընկնում են, գիտեք, չէ՞ որ լավ չեն կարողանում ու ոչ մի աթոռի վրա չեն նստում, ընկնում են։ Հիմա ինչ վերաբերում է աննախադեպ միջոցառմանը։ Ես չգիտեմ Հայաստան Չինաստանից 1 տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ մտել է թե չէ, չգիտեմ։ Բայց որ Հայաստանում հիմա շրջանառում է նոր տեսակի թմրամիջոց, որի օգտագործման արդյունքում բավականին բարձր պաշտոն զբաղեցնող անձը կարող ասել Տիգրան Մեծի ժամանակներից ի վեր նման միջոցառում հայությունը չէր ունեցել։ Ես չգիտեմ, ասենք դա ինչ տեսակ խոտ են քաշում կամ ինչ տեսակ թմրամիջոց են օգտագործում։ Եվ սա ասում է քաղաքապայմանագրի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, որի դեպ մի ժամանակ հավակնություններ երկրի վարչապետ լինելու։ Հիմա այդ առումով ապրի Փաշինյան Նիկոլը դրա դեմ առավ։ Հիմա շարունակությունը։ Ինչ ասել է այդ հավաքը։ Նախ հավաքը 3 նպատակ ուներ, որտեղ 3 հավաք էր։ Հավաք առաջին մայիսի 4-ին եվրոպական քաղաքական համայնքի հավաքն էր։ Դա ինքը կառույց է, այդ վերնագրով, որը ստեղծվել է 2022-ի մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Ընդդեմ Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի կողմից 22-ի փետրվար 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի դեմ։ Այսինքն սա օպերատիվ աշխատանքային մարմինն է, որի մեջ ներգրաված են ոչ միայն եվրոպական երկրները, եւ առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որտեղ այդ հավաքին ներկա են նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Կանադան, որը ինչ կապ ունի եվրոպական քաղաքական համայնքի հետ։ Ինչ կապ ունի քաղաքական համայնքի գործունեության հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Այստեղ ես ձևակերպում այսպես եմ տվել, մայիսի 4-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը առանց ԱՄՆ-ի։ Ուղղակի ԱՄՆ-ը չկար։ ԱՄՆ-ը որտեվ ԱՄՆ-ը այլ խնդիրներ ունի, իր համար Եվրոպան խիստ երկրորդական է, եթե պետք լինի այդ ՆԱՏՕ-ն, որտեվ ՆԱՏՕ-ի նպատակը ինքը մահակ էր ստեղծված որպես վերպետական կառույց գլոբալիստների իշխանության համար, համաշխարհային կառավարության համար։ Հիմա Ամերիկա պետությունը ինքը իր բանակն է ուզում ստեղծել ուժեղ, որովհետև ինքը խնդիր է դրել աշխարհին տիրել եւ դառնալ հեգեմոն ոչ թե վերպետական կառույցներով, ինչպես գլոբալիստներից։ Գլոբալիստները երկուսություն ունեին՝ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը, Բրիտանիայի կառավարությունը, այլ Ամերիկա ուժեղ պետությամբ։ Այդ մագա շարժումը, որ ստեղծվել է, մագա շարժումը, որ ստեղծվել է, բու նպատակը ԱՄՆ-ը դառնա գերհզոր եւ դառնա հեգեմոն աշխարհի։ Դրա համար ՆԱՏՕ պետք չի, ՆԱՏՕ-ն ավելորդ ծախս է։ Իսկ Եվրոպան փորձում է ՆԱՏՕ-ի այդպես
ավերակների վրա եվրոպական նոր միավոր ստեղծել։ Եվ ամսի 4-ի մայիսի 4-ի այդ հավաքի վերաբերյալ բուն նպատակի լավագույնս բացահայտել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի պաշտոնը զբաղեցնող այժմ Անտոնիո Կոստան, որը ասում է հետևյալը, ես ուզում եմ մեջբերել, շատ կարևոր է, ամսի 4-ին է ասել։ Մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները Կանադան հյուրի կարգավիճակով կքննարկեն, թե ինչպես համագործակցել բութ անվտանգությունն ու կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար ում դեմ Ռուսաստանի ակնհայտ է։ Այսինքն Հայաստանում այս հավաքը ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կամ եվրոպական զինված ուժերի համատեղ ինչ որ քննարկումներ, առնես որ Հայաստանը երկու հուշագիր ստորագրեց Ուկրաինայում պատերազմը շարունակող պետության թիվ 1 շահառու Բրիտանիայի հետ եւ Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության հուշագիր։ Սա ինչ վերաբերվում է ամսի 4-ին։ Եվ ամսի 4-ին կեցված դրսևորելու համար նաև Զելենսկուն էին բերել, այսինքն հակառուսականության ֆոնը ամբողջովին պահպանելու, որտեվ եթե Զելենսկին մի քանի երկրի ղեկավարների հետ հանդիպեց, այդ հանդիպումը կարող էր այլ տարածքում լինել, դրա համար պետք չէր Հայաստան գալ։ Այստեղ ուշագրավ է նաև հետևյալ հանգամանքը, որ Ֆրանսիայի վարչապետը Հայաստան չկարողացավ գալ ինքնաթիռ տեխնիկական պատճառով խափանվել էր եւ ինքը Թուրքիայում էր չկարողացավ այդպես հասնել Թուրքիայից Հայաստան եւ դա ինքնին ցույց է, որտեվ Իսպանիան ինքը կեցվածք է դրսևորում ոչ միայն Միացյալ Նահանգների Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ագրեսիայի դեմ, այլև ընդհանրապես եվրոպական այս ընտանիքի հետ ընդհանուր ճանապարհ անցնելու գլոբալիստների, այսինքն կարծում եմ որ Ֆրանսիայի վարչապետին ավելի շուտ բազմաբևեռ աշխարհի կողմնակից է, այո, Իսպանիայի, եւ վերջերս էլ իդեպ հանդիպեց եւ բավականին բարձր պաշտոնական ընդունելություն ինքը ստացավ Չինաստանի նախագահի կողմից։ Սա պատահական չէ, այսինքն Իսպանիան հիմա այն երկրներից մեկն է, ենթադրենք Սլովակիայից եւ Հունգարիայից հետո որոնք կեցվածք են դրսևորում բազմաբևեռ աշխարհի մաս դառնալու եւ ոչ թե միաբևեռ կառավարման։ Երկրորդ Գերմանիայի վարչապետը կանցլեր Մերցը չեկավ, ինչու չեկավ։ Վերջերս նա նեղ այսպես փակ շրջապատում իր արտահայտվել է Տրամփի քաղաքականության մասին, մասնապես Իրանի հետ կապված ԱՄՆ-ի կրած պարտության ակնհայտ եւ շատ արագ այդ տեղեկատվությունը հասել էր ԱՄՆ նախագահին։ Վերջինս հաշված ժամերի ընթացքում կեցված դրսևորը ասելով, որ գերմանական ավտոարդյունաբերությունը 15% մաքսատուրքերով ավելանում է Ամերիկայի կողմից եւ հերար տոմահավք հրթիռները եւ բազաներ դուրս է բերվելու Գերմանիայից։ Ասում է կարող եք ձեզ պաշտպանել, մեծ խոսելով չի։ Սա ինչու էս երկուսը չեկան։ Սա ամսի 4-ին, հիմա գանք 5-ին։ 5-ին Հայաստան Եվրամիություն գագաթնշորներ, որի բուն նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ եվրոպական երկրները եւ վերպետական կառույց Եվրամիությունը, որի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր կառույցներ նաեւ Հայաստանում են, իրենք սատարում են Փաշինյանին վերարտադրվելու համար։ Այդ հավաքի հիմա Մակրոնը առանցին, հա, հոտված է։ Հա, այդպես, որտեվ Մակրոնը այնպես ուրեմն այնպես չարեց Մակրոնը։ Եվ այնպես ճանապարհեցին Մակրոնին, այնպեսի ջերմ, այնպեսի այդպես սիրառատ, այսպես ողջագուրվելով, համբուրվելով հայ ժողովուրդը ուզվել էր, հա։ Եվ սկսել էր այլ բաներ մտածել, երկու տղամարդիկ այդքան երկար, ինչպես ասում են, չեն ողջագուրվում։ Եվ ինչևէ, Մակրոնը որոշակի այդ առումով վատ կենսագրություն ունի, էլի, 14 տարեկանից զոհ է շատ բաների։ Մանկապղծության զոհ է, ցավոք սրտի, դա իսկապես բանա, վատ արարք է, բայց այդ փաստը մնում է փաստ։ Հիմա արձանագրենք, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները, նախագահներ կամ այլ կարգավիճակ ունեցող անձինք, իրենք ներկայանում էին որպես Փաշինյանի դաշնակից, Փաշինյանին տարածաշրջանում այսպես իրենց համար ֆորպոս ոտատեղ եւ այդ առումով քարոզչությունը որ Փաշինյանը վերարտադրվի։ Հետաքրքիր Ադրբեջանի նախագահի ելույթը Ալիևի, որի ներկայացուցիչը իհարկե եկել էր, ներկայ է նաեւ Թուրքիայի փոխնախագահը եւ հայ-թուրքական հարաբերությունների թուրքական կողմի պատասխանատու Քլիչը, Սերդար Քլիչը, որը հետաքրքիր ասեց, ինչպես տանեմ զգում, հա, այդ գիտեք ում էր ուղված, մեր ժողովրդին ուղված չէր, այդ Մակրոնին էր ուղված, ասում դուք ես տանտիրոջ պես ես բամ, տանտերը ես եմ, տեղերը ոնց որ շփոթել ես, վստահաբար, այո։ Հիմա եթե արձանագրենք այդ իրողությունները, այստեղ կարևոր է Ալիևի խոսքը։ Ուրեմն Ալիևը կարևորեց
Այն որ սեպարատիստ, բանջատողական, հայ ահաբեկիչներ բան, այդ դնում ենք, այսինքն դա Ադրբեջան նախագահի խոսույթի մեջ միշտ կա, բայց կարևոր ինչն էր։ Ուրեմն ինքը առնվազն մի քանի անգամ հիշատակեց տարածաշրջանում խաղաղության ապահովման մեջ ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Տրամփի անուրանալի դերը։ Կարծեմ 4 անգամ Տրամփի անունն է տվել։ Ուրեմն Փաշինյանը այդ ամբողջ 2-3 օրվա հանդիպումներում բացառապես Տրամփի անունը չի տվել։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Փաշինյանը մտածում է, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը եկել է այստեղ եւ հրապարակա ոնց որ թե պաշտպանում էր իր տեխնացությունը, հիմա կարելի է այլ ճամբարի հետ սիլիբիլի անել եւ նրանք թող ինձ պաշտպանեն։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի երեկվա երեխան չի, ոչ էլ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը եւ Փաշինյանի այս կեցվածքը, ինչպես ասում են, պագա քթից հանելու են։ Եվ Ալիևը պարզամիտ անց չի, որ օգոստոսի 8-ին այդ ստորագրած փաստաթուղթը բանում Վաշինգտոնում Փաշինյանի եւ Ալիևի կողմից շատ բարձր գնահատեց, այսինքն փաստացի Ալիևը մի կարևոր մեսիջ ուղարկեց, որ իրենց համար շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը։ Փաշինյանը չհիշելով երբևիցե ԱՄՆ նախագահին այս 3 օրվա ընթացքում ինչու որտեղ եվրոպական երկրների ղեկավարները առանձնապես մեծ սիրով լցված չէ Տրամփի հանդեպ։ Իսկ քծնանքի դոզան այստեղ եվրոպական երկրների ղեկավարների հանդեպ դիլնի, բայց կարծում եմ, այսինքն կարելի է ասել այսպես, գնահատենք մեր մոտի հավաքը այդ 2 օրվա հակառուսական եւ հակաամերիկյաններ ուղղվածությունը դա էր վստահաբար։ Եվրոպա, եվրոպական երկրներ, եվրոպական դաշինք, եվրոպական ֆինանսավորում, Եվրոպայի մայրամուտը վաղուց է սկսել։ ՆԱՏՕ-ն էլ է լուծարվելու, Եվրամիությունն էլ է լուծարելու եւ Եվրոպայում շատ էլիտաներ տարբեր երկրների գալու են փոխարինելու գլոբալիստների կողմից նշանակած իշխանություններին։ Եվ այդպիսիներ կան, եւ Գերմանիայում կան, եւ Ֆրանսիայում կան, եւ Բրիտանիայում կան, որոնք սպասում են ժամ առաջ բազմաբևեռ աշխարհի դե յուրե դե ֆակտո կայացումից հետո իրենց երկրներում ռեալ իշխանափոխություն լինի։ Մակրոն, որը անց մի տարից հետո ընդամենը 11% վարկանիշ ունեցող անձը պատմության աղբանոցն է, չէ՞ գնալու։ Հիմա Մակրոնի մասին եւ վերջինը Մակրոնն էլ պետական այցով էր եկել, այսինքն ստեղ 3 միջոցառում եղավ։ Հիմա իր պետական այցի բուն նպատակը ո՞րն էր, որ ցույց տար, որ այս տարածաշրջանում ասողի ինքն է, ավելին ինքը Հայաստանի ժողովրդին, քաղաքացիներին ասում էր, որ ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը իդեմս 102 բազայի 4000 զինծառայողը եւ 1000 սահմանապահներ դուրս գան եւ հիմա ֆրանսիական ռազմավար։ Չէ, ֆրանսիական չի ասում, ես ուզում եմ մեջ բերել իր խոսքը, որ ամենակարևորը է, իր եկածի ասացի մեխը սա է։ Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող եւ ավելի քան 1000 սահմանապահ։ Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին նկատի ունի Հայաստան։ Ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը, Եվրոպան ոչ Ֆրանսիան։ Իսկ Եվրոպան ո՞նց է ապահովելու ՆԱՏՕ-ով։ Այսինքն ինքը ասում էր ռուսական զինանձնակազմը Հայաստանից դուրս, ՆԱՏՕ-ն գա, իսկ ՆԱՏՕ-ն վստահաբար, եթե ֆրանսիական մի քանի կոնտինգենտ այստեղ լինի, վստահաբար հետը լինելու է թուրքական, որտեղ տարածաշրջանում նայողի կարգավիճակ հավակնություն եւ ռեալ կշիռ ունի Թուրքիան։ Այնպես որ կարծում եմ Մակրոնի այստեղ գալու այցի նպատակը, որ տարածաշրջանում ինքը բական լուրջ ձևով ներկայացված է եւ որոշակի դիվիդենդներ փորձեց այս հավաքից ինքը ունենալ Ֆրանսիայում իր շրիշակից ներքև վարկանիշը բարձրացնելու, իբր բարձրացնելու, բայց կարծում եմ որից է արժեք չունի։ Եվ հետաբար այստեղ մեր երկրի քաղաքացիները պետք է ճիշտ գնահատեն, ինչ ասել է մի պետության, որը քո դաշնակիցն է, դեմ կեցվածք ընդունել։ Դա նշանակում է այն, ինչ Ռուսաստանի նախագահ Փաշինյան Պուտին հանդիպման ժամանակ ասեց ինչ առավելություններ ունի Հայաստանը, երբ որ ԵԱՏՄ-ի մեջ է եւ ռազմական դաշինքի մեջ է։ Այո, Հայաստանը կարող է այդ ամեն ինչը կորցնել։ Տեղի ով է լինելու Եվրոպան, մեզանից շատ հեռու է Եվրոպան եւ առանձնապես սրծավել չի։ Եվրոպան մեր նման երկրներին սովորաբար մանրադրամ է դարձնում եւ մեծ շահեր է ստանում։ Եվ հետաբար մեր երկրի քաղաքացիները ընտրության ժամանակ նաեւ հասկանան, որ այն խայծը, որ Եվրամիություն, ազատ վիզաներ եւ այլն այդ հեքիաթները, այսինքն քաղցր ասելով, կոնֆետ ասելով բերանը չի քաղցրանում։ Եվ պետք չի մեզ մանկամիտ ժողովրդի տեղ դնել, որ այս խայծը մենք ուտենք։ Թեև ես չեմ բացառում, որ մարդկանց վրա որոշակի ազդեցություն թողել է, ուղղակի հիմա մենք էլ իրականությունն ենք ներկայացնում եւ մեր երկրի քաղաքացիները ասում Եվրոպան չի այստեղ որոշելու,
Հայաստանում եւ մեր տարածաշրջանում հիմնական որոշողները 3 գումարած 3 ձևաչափի երկրներն են։ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հարավային Կովկասի 3 հանրապետությունները եւ իրենց 3 հարևանները՝ Իրանը, Թուրքիան, որը մասնակցություն ունի, որը չեն կարող անտեսել, եւ Ռուսաստանը։ Սա է այս տարածաշրջանում այլոց մուտքը մեր 3 հանրապետությունները, այդ ու նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի գլխացավանք է։ Վրացի կորցրեցին, եթե հիշում եք, եւ Հարավային Օսեթիան եւ Աբխազիան։ Արեմուտքի են ժամանակ ԱՄՆ-ի տարածաշրջանում խաղեր տալու հետևանքով։ Հիմա մենք էլ կորցրեցինք խաղեր տալու հետևանքով Արցախը եւ հավանականություն կա, որ սա էլ կորցնեն։ Ուստի եւ ես կարծում եմ շատ ավելի զգոն պետք է լինեն մեր երկրի քաղաքացիները, որ հասկանան հունիսի 7-ին ոչ միայն մեր ինքնության, մեր լինելիության խնդիրն է, այլև իրապես ճիշտ արտաքին քաղաքականություն եւ ճիշտ դաշնակիցներ ընտրելու մենք ընտրել ենք, ուղղակի դա վերահաստատելու ժամանակն է գալիս։ Բայց իդեպ մի փաստել արձանագրենք, չէի ուզում ձեզ ընդհատել պարզապես Մակրոնի հետ կապված, որ տեղեկություն շրջանառվեց, որ Մակրոնը փորձել է ցամաքային ճանապարհով գնալ Թուրքիա, այնտեղ չգիտեմ ինչ բանակցությունների, այսինքն երևի էլի փորձել է ցույց տալ, որ տեսեք, ես էստեղ Ես եմ ասող է։ Հա, Էրդողանը ասել է ոչ։ Դե 30 տարի փակված ճանապարհ է։ Չէ, նախ խորհրդակցել է ու ասել է ոչ։ Հա, բայց 30 տարի փակված ճանապարհ է եղել, Թուրքիան մեզ փակել է, Թուրքիան է որոշում բացի։ Մակրոնով է որ որոշի։ Դե դրա համար ուզում ասել, երբ որ Մակրոնը այստեղ փորձում էր ցույց տալ, որ տեր ու տնօրինություն իրենն է, որտեղ Փաշինյանի հիմնական սիրո դրսևորումները Մակրոնի հանդեպ էր, բայց Թուրքիայի եւ փոխնախագահ, որը բավականին զուսպ կարգավիճակով էր, իրեն որոշակի ազատություն տվեց այդ հանձնաժողովի թուրքական կողմի պատասխանատուն Սերդար Կլոչը, այո, որը ասաց, որ ինքը իրեն զգում է ինչպես տանը, այսինքն ինքն է իրեն տան տիրոջ պես զգում, եւ ոչ թե Մակրոնը, որը եկավ ու գնաց, Մակրոնները ինչպես ասում։ Մենք ինչպես ենք մեզ զգում, բանն։ Այ երբ որ մենք զգանք, որ սա մեր տունն է, մեր մոտ մոտիվացիա կփոխի։ Ես նաև օգտվելով այս հնարավորությունից ընձեռնված ասում եմ, որ այդ զգացողությունը մեզանից յուրաքանչյուրի մոտ որոշակի առումով թուլացել է կամ խամրել է, տիրոջ զգացողությունը։ Պատկերացրեք, եթե անձնապես մեր տան, մեր բնակարանի, մեր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգություն լինի, մենք կյանքի գնով կպաշտպանենք, չէ՞, մեր ընտանիքի անդամներին եւ մեր տունը, մեր սեփականությունը։ Ինչը Հայաստան երկիրը մեր տունը չի։ Մենք նույն նահապետի ժառանգություն չենք ստացել այս տարածքը։ Թե ինչ որ մեկը նվեր է տվել, ոնց որ թե ժառանգություն ենք ստացել, նորն էլ տիրոջից է, չէ, Աստծուց է, չէ՞ ստացել։ Այսինքն, երբ որ մեր մոտ զգացողությունը, տիրոջ զգացողությունը թուլանում կամ խամրում է, այլոք են գալիս քո տարածքին տեր ու տնօրինություն առնում։ Թուրքական ցեղերը Ալթայից դուրս եկան մեր հայրենիքի մեծ մասի վրա պետություն ստեղծեցին, որտեղ մեր մոտ թուլացել էր սերը առ հայրենիք, սերը առ Աստված եւ ծառայությունը եւ հայրենիքին եւ Աստծուն։ Եվ ծառայությունը մամոնային էր, փողին, այսօրվա դոլարին։ Դե համար երբ որ դու այդ առումով թուլանում ես եւ տկարանում ես, ուժեղ ազգերը գալիս են տեր ու տնօրինություն անում քո տարածքի վրա եւ իրենց համար դարձնում են հայրենիք։ Սա իրականությունը։ Գերինեի թեմային եմ ուզում անդրադառնանք եւ ամփոփենք սրանով հաղորդաշարը, պարոն Նահապետյան, Բաքվում պահվող հայկերիների վերաբերյալ նոր մտահոգություններ հնչեցին, իհարկե անցած շաբաթվանից են այդ մտահոգությունները, որ Միեդում հայկերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանին ու այլ գերիների տարել են, տեղափոխել են ուրիշ բանտ, ինչ որ չգիտեմ անունն էլ չեմ հիշում, նոր քրեակատարողական հիմնարկ մի խոսքով։ Հետո Բաքվի բանտից Դավիթ Իշխանյանը շաբաթ դիմեց արդեն մեր Հայաստանի ՄԻՊ-ին, խնդրելով այցելել իրենց եւ մյուս գերիներին, տեղում ծանոթանալ իրենց իրավիճակին, դատավարությունների խախտումներին շատ կոպիտ ու լուրջ։ Երեք էլի Ռուբեն Վարդանյանը քննադատել է գերիների հարցով պետական համակարգի բացակայությունը, նշելով, որ չկա ոչ թափանցիկ, ոչ արդյունավետ մեխանիզմ նրանց աջակցելու եւ պաշտպանելու։ Իրականում Ալեն Սիմոնյան ազգային ժողովի նախագահ ասաց գերիների հարցի վերաբերյալ, ասաց գլուխ չենք գովում, իր բառով եմ ասում, բերան չենք ծռում, գործ ենք անում, թողեք այդ 19 հոգուն հանգիստ հետ բերեք։ Ինչ եք ուզում։ Ինչ ասենք, եթե չկա որևէ մեխանիզմ, Հայաստանը չունի որևէ լծակներ, բայց այն առևտուր անելու համար, ինչպես նաև շատ լավ նշել էր արդեն Ռուբեն Վարդանյանը իր նամակում, առևտրային բիզնես հարաբերությունների համար, չգիտեմ, քաղաքացիական շփումների համար մենք շատ հանգիստ կարող ենք գնալ, բայց երբ որ մեր ՄԻՊ-ը պահանջվում է, մեր ՄԻՊ-ը ասում է, ես տարածքից դուրս այլ երկրում ոչինչ չեմ կարող անել, անզոր եմ։ Ով է զորավոր այս հարցում։ Եկեք, այստեղ մի շատ նրբերանգ կա, որ ես ուզում եմ անպայման բարձրաձայնել։ Ուրեմն առաջին,
Ռազմագերիները միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով Այո։ իրենք պաշտպանված են, ունեն իրավունքներ։ Միջազգային տարբեր կառույցներ կա, որ ռազմագերիների այդ իրավունքների պաշտպանությամբ կարող են ոչ միայն հետաքրքրել, այլև հետամուտներ, որպեսզի այդ իրավունքները պաշտպանված լինեն։ Բայց դա խոսքս վերաբերում է ռազմագերիներին։ Ուրեմն Ադրբեջանում գտնվող մեր եղբայրները, որոնք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, իրենք ռազմագերի չեն։ Հիմա ասեմ ինչու։ Ես չեմ ասում որպես Հայաստանի քաղաքացի, որպես Հայկ Նահապետյան։ Ես ասում եմ մարդ, որը հիմա գնահատում է իրականությունը, եւ այդ իրականությունից ելնելով դի մենք քայլեր անենք։ Ուրեմն նման իրավունք Ալիևին տվել է Փաշինյանը, Մակրոնը եւ Շարլ Միշելը, որ մեր ձերբակալված քաղաքացիական եւ ռազմական ղեկավարները իրենք չեն դիտվում ռազմագերներ, նրանք դիտվում են ահաբեկիչներ։ Ինչու՞։ Եթե իրենք գերեվարված լինեին 44 օրյայի ժամանակ, պատերազմի ժամանակ, որտեղ Ալիևը հայտարարել էր, որ դա պատերազմ է, հայնական պատերազմ, ազատագրական պատերազմ, ռազմագերին լինում է պատերազմի ժամանակ։ Արցախի հայաթափումը Ուրեմն դա ոչ, դա հակաահաբեկչական գործողություն էր, այսինքն այդ տարածքում Ադրբեջանը, երբ որ ձերբակալում է մարդկանց, ինքը չի ձերբակալում որպես գերի, իրենք ձերբակալում որպես ահաբեկիչ։ Ահաբեկիչը միջազգային որևիցե կոնվենցիայով իրավունք չունի։ Ու վերջ, թեման փակված է։ Ահա թե ինչու Ալիևը բավականին կոշտ է, զիջումների չի գնա, եթե իհարկե ինչ որ առևտրի խնդիր չլինի, եւ իր կեցվածքով առավելս որ իր խոսքի ժամանակ եւս հիշեց, չէ, ահաբեկիչների։ Ինչ է հիշում, որտեվ այդ իրավունքը տրվեց 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Մակրոնը, Շարլ Միշելը եւ Փաշինյանը ստորագրեցին, որ Արցախը ճանաչում է հիմնականում Փաշինյանը որպես Ադրբեջանի մաս։ Բա մի պետության տարածքում զինված խմբավորումները եւ զինված անձիկի չեն կոչվում, ահաբեկիչներ չեն կոչվում։ Միջազգային իրավունքով են անգամ ահաբեկիչ։ Այո, անջատողականներ, այո։ Եվ հետեւաբար իդեպ ասեմ, երբ մեր հայնիկը Արցախը փաստացի դե յուրե հանձնվում էր Ադրբեջանից, դա Պրագայում է եղել։ Դե յուրե։ Ինչ է ասում Մակրոնի վերաբերյալ Փաշինյան Նիկոլը։ Գնահատական հայնիկը հանձնում է Մակրոնի քաղաքությամբ, ասում է 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնը հանդես եկավ բացառիկ վճռականությամբ եւ սկզբունքայնությամբ։ Հասկանում եք դուք։ Հարգելի հայրենակիցներ, դուք հասկացեք մեր հայնիկը հանձնող, պարտադրող, մեզ պարտադրող անձի գործողությունները, որը այլ որակում դիտա Փաշինյանը որակում է որպես սկզբունքայնություն ու վճռականություն։ Սրանից բխող բոլոր հետևանքներով։ Դա համար այսօր Ադրբեջանում Բաքվի բանտերում գտնող մեր հայրենակիցները դիտում են որպես ահաբեկիչներ եւ իրենց նկատմամբ միջազգային իրավունքը ռազմագերիների չի աշխատում։ Այս առումով Ալիևը ճիշտ է։ Ալիևը ճիշտ է։ Ոչ այլ լծակ չունի Հայաստանը։ Լծակ։ Բացի միջազգային։ Ես ասում եմ, լծակը հետեւյալն է, եթե լինի իշխանափոխություն, ապա որոշ փաստաթղթեր, որոշ ստորագրած փաստաթղթեր, որը վավերացում չի ստացել ոչ օրենսդիր մարմնի, ոչ Սահմանադրական դատարանի կողմից, ոչ էլ նախագահն է ստորագրել, այո, դրանք իրավական ուժ չունեցող փաստաթղթեր, նոր դրանից հետո կարելի է որոշակի կարելի անել։ Այս բան չկա, եթե մենք անկեղծ ենք ուզում իսկապես մեր ընկերներին օգնել, ովքեր Բաքվի բատում են, իրենք անընդհատ մենք որ ասում ենք ռազմագերի, դրանց իրավիճակը չի փոխվում։ Միջազգային իրավունքով իրենք հակաահաբեկչական գործողության ժամանակ են գերեվարվել, եւ հետաբար իրենք ռազմագերի չեն, իրենք ահաբեկիչ են, իսկ ահաբեկիչները ընդհանրապես իրավունքներ չունեն։ Այսինքն պետք չի զբաղվել ինքնախաբեությամբ, բայց եթե մենք ուզում ենք եւ իսկապես ուզում ենք որ իրենց օգնել, այդ դեպքում միակ օգնությունը եւ գործնական քայլը դա հունիսի 7-ն է, որ այս իշխանությունը չվերարտադրվի, որից հետո նոր մենք կարող ենք փորձել իրավիճակ փոխել նաև մեր գերիների հետ կապված։ Այսինքն ստացվում է, որ ըստ էության մենք սպասում ենք Ալիևի բարի կամքին, ճակերտավոր կամ այնտեղ փոխանակման ինչ խնդիր կլինի, ինչ պայմանավորվածություններ կրկին կունենան այս իշխանության հետ, որ տեսնենք էլի գերի։ Իդեպ դրա մասին խոսվում էր, կարծեմ, որ ասում են ընտրությունից առաջ երկու խումբ ուղարկվելու է էլի գերի, բայց իհարկե ոչ։ Դե դա ինչի համար, որպեսզի Փաշինյանի վարկանիշը որոշակի առում բարձրացնելու, այսինքն Փաշինյանի վերարտադրության համար է։ Իսկ թե այդ ժողովուրդները ինչպիսի բարի կամք են դրսևորել, դա ցույց է տալիս, երբ Ալթայի տափաստաններում խաշնարացի կարգավիճակով ժողովուրդներ այսօր տեր դարձան երկիր մուրակի կարևորագույն խաչմերուկներից մեկին, հայկական բարձրավանդակին։ Այդպես բարի կամքով են եկել։ Մենք էլ նվեր ենք տվել այդ տարածքները։ Պատկերացնում եք։
Այդ ժողովուրդը ունի պատմական հիշողություն, մենք հարգենք այդ ժողովրդին, որպես այդպեսին ընդունենք թուրք, որը կարողացավ նորից եմ ասում, ընդհանրապես խաշնարածներ են անասնապահել, որոնք կարողացան ստեղծել կայսրություն։ Հետեւաբար իրենց արժեքը գնահատելու համար իրենց պատմությունը պետք է լավ իմանալ եւ իրենց մոտեցումները։ Ասենք Թուրքիան չի սեթևեթում Սիրիայում իր գերիշխանությունը ապահովելու համար, չի սեթևեթում Իրաքում իր գերիշխանությունը, Լիբիայում իր գերիշխանությունը հաստատելու համար։ Կիպրոսում հսկայական տարածքներ հունական վերցրեց, չէ՞։ Այսինքն Թուրքիան չի փոխվել, ոչ թե Թուրքիան չի փոխվել, պետությունների հարաբերությունների չգրված ու գրված օրենքները չեն փոխվել։ Մենք ուզում ենք այդ օրենքները մեր մտածածին հիվանդագին երևակայության փոխել ու ասել չէ աշխարհը հիմա ուրիշ գույներով է, չէ աշխարհը նույն գույներով է։ Եվ եթե մենք չենք ընդունում իրողությունները, չի նշանակում դրանից հետո մենք շահելու ենք, վստահաբար կորցնելու ենք։ Օրվա իշխանությունները հենց այդ են ասում, վարդագույն ակնոցներ դրեք եւ պատկերացրեք, որ աշխարհը ինչ լավն է, այդպես չի։ Այսօր միջուկային տերություն Ռուսաստանը գոյութենական կռիվ է Ուկրաինայում մղում։ Այսինքն սա ինչ է ցույց տալիս, միջուկային տերություն է, միջուկային տերություն Իսրայելը եւ ԱՄՆ կռիվ է մղում մի վայրում, որտեղ իր շահերն են փորձում սպասարկել, խոսքս Իրանի մասին է։ Այս պատերազմների մրցակցության հավերժական օրենքները կան։ Եթե դու այդ օրենքներից հեռու ես փախչում, ասում ես ինձ համար չկա, այդ չի նշան, որ այդ օրենքը վերանում է։ Ուզում ասել լինենք մի քիչ նաև խորագետ։ Հասկանա։ Միջայլոց մայիսի 8, մայիսի 9 ժամանակին երատոն էինք նշում, պարոն Նահապետյան։ Այո, այսօր Ցավոք Շուշի ազատագրման օրն է։ Այո, մեր ժողովրդի այդ օրը մնալու է, անկախ նրանից Փաշինյանն է, Փաշինյանը չի։ Մենք այդ հաղթանակը տեսել ենք, տոնել ենք, մեզանից ավելի հզոր ուժեղ ուրեմն դաշնակցին։ Ամսի 9 փառահեղ տոն է, որտեվ երկիր մոլորակի ժողովուրդների, բոլոր ժողովուրդների համար, այդ թվում նաև գերմանացի ժողովրդի համար չարիք հասցրող նացիզմին ծնկեցին, հաղթեցին, ստիպեցին կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրել նաև մեր պապերը։ Ես անձնապես այդ մեծ պատերազմում ես պապ եմ կորցրել, որ զոհվել է 43-ին Կերչում։ Հիմա ուզում ասել, որ այդ հաղթանակը նաև հաղթողների ժառանգների հաղթանակն է։ Հիմա երբ որ երկրի վարչապետ կոչեցյալը ասում է ժամանակ չունեմ, ես քարոզչությամբ եմ զբաղված, որ գնամ այնտեղ, իրենց թվում է, որ այդ երկրի ղեկավարները երբ որ շատ արագ չեն արձագանքում, այսինքն տղայական ռազմորդ չեն բացում, հա, այդ նշանակում որ իրենք թույլ են, վախում են կամ սրանք շատ հզոր են։ Մենք հարվածը կամ ինքը հարվածը այնպիսի տեղերից կարող է ստանալ, որ շատ ավելի ցավոտ լինի եւ նույնիսկ դարման որոշակի բուժիչ միջոցներ չօգնեն։ Հետեւաբար փքված վիճակով կեցված դրսևորելը, հետո վերջին հաշվով օրինակ տեղեկատվություն տալիս, որ Փաշինյանի պապը որպես զինծառայող Կարմիր բանակի ինչքանով է հավաստի ապացույցներ կան, թեև նաև այլ ուրեմն Հայաստանից գնաց հերքում, որ նույն բնակավայրում, նույն տարին, նույն ամսին, նույն օրը, նույն անուն ազգանով, բայց հայրանունները տարբեր ծնվել են երկու մարդ, պատկերացնում ինչքան նույնականացում կա։ Գերեվարումը, գերի ինքնելը, էլի նույն ժամանակ է լինում։ Այդ երկու մարդիկ Ենոք Հավանից ուղղակի հայրանուններն են տարբեր։ Փաշինյանի պապու մասին է, որը գերեվարվել է, հետո գերմանացիների համար է ծառայել։ Այստեղից մի տեղեկանք է գնացել, որը առնվազն ժպիտ է, չէ՞ առաջացնում։ Հիմա իսկապես կարող է այդ հաղթանակը Փաշինյանի համար հաղթանակ չի, որտեղ ինքը ժառանգն է մի անձի, որը գերմանացիներին է ծառայել։ Իմ պապերի եւ իմ ժողովրդի թշնամու պետությանը ծառայել։ Կարող է ինքը իսկապես ունի մոտիվացիա։ Մենք նաեւ այս պրիզմայով ամեն ինչ նայենք։ Ինչու, որտեվ Երևանում մայիսի 4-ին 5-ին հավաքվել էին հիմնականում բոլորը բացի մեկ պետությունից նացիստական Գերմանիայի դաշնակից եվրոպական երկրներ, բոլորը անխտիր բացի մեկից Բրիտանիան Գերմանիայի դաշնակիցը չէր։ Հետաքրքիր է, սա խորհելու տեղիք է տալիս։ Իդեպ ասեմ մայիսի 9-ի նախաշեմին։ Հա, սա մտածելու տեղիք տալիս է։ Այսքանը։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։